Բարի օր, ժողովուրդ ջան։ Պացիենտ ենք ստացել։ Հիշողության խնդիր ունի, տեսողության խնդիր ունի, բայց քաղաքական էժգզող է։ Եվ մենք տեսանք, որ 2023 թվականին Արցախից հայերը դուրս եկան, ռուսական ուժերը ոչինչ չարեցին։ Հայաստանի իշխանությունը ժամանակ ռուսական ուժերը ոչինչ չարեցին։ Իսկ ինչ արեց Հայաստանի։ Ես հայ ասում։ Ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը։ Իսկ ինչ արեց ռուսական իշխանությունը։ Եթե ազգային իշխանություն ես, պետք է կարողանաս քո ազգի շահերը պաշտպանելու համար միջազգային նացիաներում գոնե ներկայացնես այս ամենը։ Գոնե պահանջես, լավ, Ռուսաստանը չէր անում, բա ՄԱԿ կա, բա Եվրոխորհուրդ կա, Եվրոմիություն։ Նախ առաջինը քեզ ուղիղ հարց է տալիս, թե Ռուսաստանը դաշնակից կոչված է ինչ արեց, դու կռուտի տեսանում նորից վրցնում ես իշխանության, նորից նույն հարցը տալիս է, նորից վրցնում ես ու հիշում ես ՄԱԿ-ի գրասենյակ, բան, եվրոպական նացիաներ, ֆլան, ֆստան, այդ դուք բերում եք ռուսի սապոկը մտցնում եք ձեր երկրի մեջ, երաշխավորումները այդ ֆեյք թղթերը ստորագրում եք, բայց ՄԱԿ-ի գրասենյակը պետք է պատասխան տար։ Ամերիկան պետք է օգներ Հայաստանին, Ֆրանսիան պետք է օգներ Հայաստանին։ Խիտ Ամերիկան, Ֆրանսիան այդ ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանի համար ով էր։ Եթե դու լրիվ ռիչակները տվել ես ռուսին, քո անվտանգությունն էլ հետը։ Ու ռուսը այդ քո անվտանգությունը չի ապահովում, դու ՄԱԿ-ի գրասենյակ ես հիշում։ Երրորդը, հիշողության խնդիր ունես, արա, հա։ Այդքան առածները վերցնում ես գցում ես ջուրը, լավ, ասենք թե իշխանությունը ոչ մի բան չի արել։ Հələ մի հատ եկեք այդ տանձի գլուխները տել, մի հատ եկեք սաղը պատասխան տվեք, այդ ընդդիմություն կոչվածները, այդ որ հայտարարում էր, ասում էր կարող ենք կանգնացնել։ Խիք բոլորը դեմ։ Խի ոչ մեկը չկանգնեցիք կողքը, չասեցիք այո, կանգնած շուտ։ Խի, իսկ որ պարտվեցինք, արդեն մեղավորը ինքն է, բա դուք եք դրթե որ մենք կռվենք։ Դուք եք այդ ամեն ինչ արել։ Մի բան էլ հիշեցնեմ։ Հələ ես նույն նայի։ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահի նամակ է ուղարկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, հիշեցնելով, որ Երևանից պարբերաբար ահազանգել են Արցախի շրջափակման հետ կապված վտանգների մասին։ Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանությունը, ասված է Հայաստանի դիմումի մեջ։ Հայկական կողմը ֆրանսիական միջնորդությամբ այս նիստը հրավիրել էր միջազգային հանրությունից Լաչինի միջանցքի վերաբերյալ աջակցություն խնդրելու նպատակով։ Նիստի ընթացքում մեր դաշնակից Ռուսաստանը բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում ընդունեց, պնդելով թե Լաչինի միջանցքը փակվել է բացառապես հանքարդյունաբերական խնդիրների պատճառով։ Նույնը ամրագրեց նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, մինչդեռ հայկական ու օրինակ ֆրանսիական կողմերը իրար ներկայացին ըստեյության արկա իրողությունների արձանագրման։ Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Բագիվ Սադիկովը Թվիտերում մի գրառում արեց, նշելով, որ Ֆրանսիան ՄԱԿ անվտանգության խորհրդում Ադրբեջանի նկատմամբ հերթական պարտություն է կրեց պրոհայկական հայտարարություն ընդունելու հարցում Լաչինի վերաբերյալ, ինչը հարուցեց, ինչպես դեսպանն է նշում, ՄԱԿ անվտանգության խորհրդի այլ անդամների խիստ արձագանք։ Փաստենք, որ գոնե թե հանրային դիրույթում ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները հարուցված խիստ արձագանք չեն ցուցադրել։ Ընդհակառակը գոնե թե այն ելույթները, որ մենք տեսել ենք, բավականին հստակ էին, բացել Լաչինի միջանցքը անհապաղ։ Սակայն ադրբեջանցի դեսպանն իր գրառման վերջում բացում է այն երկրների շրջանակը, որոնց միջոցով հնարավոր է եղել կանխել հայտարարության ընդունումը։ Վակիվ Սադիովն իր գրառման ամենավերջում ավելացնում է մեջբերում. Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Միացյալ Թագավորությանը։ Մեջբերման ավարտ։ Հրապարակված տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 20-ին բուն նիստին հաջորդած հանդիպման օրերի ընթացքում քննարկվել եւ բանացվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամների կողմից փոխհամաձայնեցված հայտարարություն, այսինքն պատրաստի թուղթ։ Սակայն արդեն հայտարարության ընդունման նախորդին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն ինչ որ ջանքերով նրանք նույնպես ունեն հավաքական Ֆրանսիայի ջանքերով։ Ի վերջո համաձայնել են ստորագրել հայտարարության։ Համը փաստորեն ամենավերջում հանել է ռուսական կողմը, որ ըստեյության միանձնյա տապալել է հայտարարության ընդունումը։ Թարսի կաճ այ խիարներ։ Բայց ինչ էր գործողություններ չէր։ Բա լավ, ասենք թե իշխանությունը ոչ մի նման գործողություն չի արել, ասենք թե չի արել։ Բա դուք ուր էիք։ Այ փրկիչներ, բոլշևիկյան տակաշորներ, դուք ուր էիք։ Եթե դու հիշողության, տեսողության խնդիր ունես, ապեր մի հատ դիմում տուր, հրաժարական տուր, գնա, չգիտեմ, ծառտենկի չեմ անում, բանան աճեցրա։ Հասկացանք 17 թվին, 18 թվին էշ դուս եք տվել, ժողովրդին փուրն եք տվել։ Բա հիմա ինտերնետ գոյություն ունի, վիդեոներ գոյություն ունեն։ Դուք որ հենում էշ դուս եք տալիս, ինչ եք մտածում, ինձ հետաքրքիր է։ Այ քեզ կտծրացներ։ Այդ ռուսի վրից այդ պատասխանատվությունը հանող դաշնակի վաստակ, ինձ ուշադիր լսի։ Չէր կարողանում, չէր ուզում։ Բա խեր դեմ քվեարկում։ Խեր ամենացյանում դեմ քվեարկում։ Այդ նույն քո պուտլերի տակաշորերը, որ գնում էին եվրոպական նացիաներ, միջազգային նացիաներ, հայ դեմ էին քվեարկում։ Ռուսի տակաշորներ։ Հələ պատասխան տվեք։ Այդ խիձեր դաշնակիցը ձեզ չօգնեց, ասում են դաշնակիցը դե հիմա նենց վիճակում է, ինչ հիմա պետք է ելնենք իրան դավաճանենք, բա խեր փուրը տալի, խեր դեմ քվեարկում։ Ու սրանից հետո յուրաքանչյուր ռուսի տակ պարկած քաց, եթե կգաք ասի ռուսը մեր դաշնակիցն է, առավել եւս, եթե իրա բերնից բրծնի, որ ռուսի եղունգի տակի կեղտը մենք չարժենք, ուրեմն լսեք այ չատլակներ ես դեզ ինչ եմ ասում։ Դուք կերել եք իմ 40 օր կռիվ տվող զինվորի ոտի բուտմատի եղունգի տակի էպիդերմը, անուշ լինի։